Աչքերից չեմ հավատում, այս ինչ հաջողություն էր։ Կյանքից մեջ 100 դրամ չէի գտե։ Հիմա միանգամից 5000 դրամ։ Շնորհավորում եմ աղբերս։ Առաջինը լինի, վերջինը չլինի։ Դու ով ես։ Ես քո մեջ ապրող Սև կողմն եմ։ Ինձ կարաս կարճ ասես Սևո։ Եկել եմ օգնեմ, որ տեսնենք ոնց ենք ծախսելու այս գումարը։ Սպասիր Արամե, չլսես Սևոին։ Նրա խորհուրդները քեզ միայն վատ բանի կհանգեցնեն։ Իսկ մի րոպե, դու ով ես։ Արամե ջան, եթե նա քո մեջ ապրող Սև ու չար կողմն է, ապա նշանակում է, որ ես քո սպիտակ ու բարի կողմն եմ, չեմ հասկանում։ Դու ընդհանրապես ֆիլմեր չես նայել։ Արամե ջան, դու դրան մի լսի, ես հետ էլ չար չեմ։ Ես ուղակի Սև ճաշակով հագնվող, ճշտով ապրող տղա եմ։ Լսիր Սևո, չփորձես քեզ խորամանկի տեղ դնել եւ համոզել Արամեին։ Ես քո անցած կյանքի ճանապարհը փակ աչքերով եմ անցել ու լավ գիտեմ, թե դու ով ես։ Դու ոնց կարայիր իմ կյանքի քարքարոտ ու փոշոր ճանապարհ անցնել, այդ քո սպիտակ շորերով այս սուտասան։ Սուտասանը ինքդ ես տահակ։ Մի հատ երկուսուդ էլ լռեք ու ասեք տեսնեմ, ինչ եք առաջարկում։ Ուրեմն տես, ինչ ես անում։ Քեզ լիքը պաղպաղակներ ես առնում այդ գումարով, գնում ես բակում, նստում ես ու սկսում ես մենակը տուտել։ Ընկերները նախանձից տարակում են, գալիս են, որ քեզանից խնդրեն այդ պաղպաղակը, դու էլ իրանց չես տալիս։ Գժվել ես Սևո, ինչեր ես խոսում։ Էգոիզմը շատ վատ բան է։ Արամե, չլսես նրան։ Ես ավելի լավ տարբերակ ունեմ։ Ուշադիր լսիր, թե ինչ պետք է անես։ Այդ գումարով գեղեցիկ ծաղկեփունջ ես վերցնում, հետո գնում ես տուն ու այդ ծաղկեփունջը նվիրում ես մայրիկիդ։ Մայրը շատ կուրախանա եւ կպարտանա քեզնով, իսկ դու քեզ հպարտ ու երջանիկ կզգաս, որ կարողացել ես ուրախացնել մայրիկիդ։ Հպարտ ու երջանիկ։ Ես ինչ հեքիաթային տեքստեր ես պատմում։ Լավաճ ասեցիր, վերջում էլ երեքատ խնձոր ընկավ։ Մեկը պատմողի գլխին, մեկը լսողի, մյուսն էլ Արամեի։ Եթե այսպես շարունակես, այդ երեք խնձորները գլխիդ կընկնեն։ Դու աչքիս տեղը չես բերում, հա ում հետ ես խոսում։ Բարերը ճապավորի տեչը կչարանամ քո հանդեպ։ Չչարանաս երբեք, մնա միշտ սիրտդ Մի հատ երկուսուդ էլ լռեք ու ասեք տեսնեմ, ես այս գումարով ինչ անեմ։ Ինչ պետք է անես, մայրիկին ծաղկեփունջ։ Չէ, լիքը պաղպաղակ ու էգոիզմ։ Ասացի մայրիկին ծաղկեփունջ։ Ասեցի պաղպաղակ ու էգոիզմ։ Ծաղկեփունջ։ Պաղպաղակ, Մայրիկը սրբությունը։ պաղպաղակը հումովը։ Մաման կուրախանա։ Դու կկշտոնոց։ Լուր։ Ապել լավա ծաղկեփունջ վերցնեմ։ Մամային ուրախացնեմ։ Մաման էլ ինձ այդ առիթով հաստատ պաղպաղակ կառնի։ Ապրես Արամե, ես հպարտ եմ քեզնով։ Բայց դու ինչ հարամ մար դուրս եկար Արամ է։ Ավել ճիշտ այ հարամ է։ Գնացի է։ Իմ սիրտ, իմ կյանք։ Բալես պապանա տվեր ծաղիկների փողը։ Չէ, մամ։ Բա քեզ որտեղից գումար։ Ետից եմ գտել, մամ ջան։ Ոսթե գետնից ես գտել։ Գետնից գտել ես ու չես վերադարձել տիրոջը։ Հա, բայց մամ։ Ես քեզ չէի ասել, որ գետնին բան ես տեսնում, չվերցնես։ Հիմա փողա վերցնում, հետո ուրիշ բան կվերցնի։ Իմ երեխան գող է մեծանում։ Մամ, հա, բայց ես Ոչ մի բայց, այ ստահակ, այ հիղար։ Գնա սենյակը դուրս չգաս։ Հորդ եմ զանգելու։ Արամե, հա, հիմա ինչ ես ուզում։ ասում եմ ամեն դեպքում պաղպաղակ ու էգոիզմ։